Տիկին Հակոբյան, ձեր բարեկամներին գործի տեղավորելու հետ կապված ինձ հաճախ գրում են մարդիկ, որ բոլոր ձեր բարեկամներին ամեն մեկի միտեղ տեղավորել եք։ Այդ մարդիկ, որոնց անունները հնչում են, ես սիրում եմ այդ մասին խոսել, հատկապես մի լրատվամիջոց, այտենց ամեն ամիս ինչ-որ նոր վերնագրով նույն բանը գրում եմ, ես այդ լրատվամիջոցին էլ եմ մեկնաբանություն տվել, որ իրենք այդպես էլ չեն հրապարակել, ինչև է ձեզ էլ ասեմ, այդ մարդիկ, որոնց անունները իրանք անուն, ազգանով, պաշտոններով գրում են, այդ մարդիկ մոտենում են, ասում են Տիկին Հակոբյան, տեսել եք, գրել են, որ դուք եք ինձ գործի տեղավորել։ Այդպես, գիտեք, ես չեմ ասում, որ իմ հարազատներից որևէ մեկը համակարգում չի աշխատում։ Ես կարող եմ այս շենքում ասել մարդկանց անուն ազգանուններ, որոնք ուղիղ փոխկապակցված են ընդդիմադիրների հետ, նույն Մեսրոպ Մանուկյանի կինը, նույն Էլինար Վարդայանի քույրը, բայց դա նորմալ է, մարդիկ աշխատում են ու մենք օրինակ ես առաջի օրվանից էլ իմացել եմ ովքեր են այդ, էլի լիք շատ մարդիկ կան։ Ձեր բարեկամները ձեր պատգամավոր դառնալ։ Ընթացքում ինչ եք այդպես ասում, ընթացքում էլ են մարդիկ ընդունվել աշխատանքի։ Ինչը, եթե որևէ մեկի բարեկամը քաղաքականությամբ է զբաղվում, նրա հարազատները ուրեմն դատապարտված են չաշխատելու պետական համակ, այդպես չի, բայց ուզում եմ ասեմ, այս մի բանը, որ նկատում եք չափազանցված իհարկե, մյուսն էլ պետք է կողքից նկատել, ու չպետք է մարդիկ թիրախավորվեն միայն նրա համար, որ նրանց որոշ բարեկամներ, այսքան ժամանակ բոլորը ասում էին, բան Ալեն Սիմոնյանի վարորդը Վարոն իմ քրոջ ամուսինն է, այդ Վարոին մեկը գնացել եք գտնեք, մի հատ հարցնեք, ես իր հետ ինչ կապ ունեմ։ Չէ, բայց գրելուց լավ եք գրում, այդ մարդը իմ հետ կապ չունի, անուն ազգանուն կա, գնացեք գտեք, Վարոն, Ալեն Սիմոնյանի վարորդ Վարոն իմ հետ կապ չունի։ Բայց ես քանի տարի ասեմ այդ մասին, ուղղակի սիրում են գրել, հետո լավ է վերնագիր, որպես անընդհատ այդ հիմա էլ վստահ եմ, ինչ-որ նույն վերնագրով նյութեր է գնալու։ Տիկին Հակոբյան, տեսեք 18 թվից առաջ հաշվի առնելով, որ այդ ձեր բարեկամները չեն եղել գործի տեղ, մարդիկ ասում են, այդ ոնց եղավ, որ հենց պաշտոն են իրենք զբաղեցնում, իրենց բարեկամները դառնում են տաղանդաշատ մարդիկ, որոնք հենց այդ գործի համար ստեղծված էին։ Գիտեք, առանձին դեպքեր պետք է առանձին քննարկել։ Հիմա ինչ-որ մեկի հետ կապված կարող է հենց այդ մարդը այդ կարևոր բանն է, ուրեմն մասնագետն է, այն մյուսի համար կարող է չարաշահում է դիրքի, ամեն դեպքի համար պետք է առանձին քննարկել։ Դուք որ դուք չեք գործի տեղավորել այդ մարդկանց։ Ես ասացի մարդիկ կան, որոնք ինձ մոտենում են, այս շենքի աշխատակից ասում են դուք տեսել եք, որ գրել են դուք եք ինձ վերել։ Շատ մարդիկ։ Օրինակ, այս շենքի իրավաբանական վարչության թե բաժնի պետը, որ էլի այդ հոդվածներում գրվում է ես եմ այդ մարդուն վերել։ Մենք այդ մարդուն մոտեցել եք, հարցրել եք, ինքը իմ հետ ինչ կապ ունի։ Տիկին Հակոբյան, դուք հանձնաժողովներից որ մեկին եք պատրաստվում անդամակցել, Ես նախապես պատկերացնում եմ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովում գործունեությունը շարունակեմ, նախկինում գիտեք, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովից եմ եղել, շարունակելու եմ նույն կերպ միջազգային կառույցներում հավակնել Հայաստանը ներկայացնել պատվիրակության կազմում բարեկամական խմբեր ղեկավարել եւ անդամակցել, սա ինձ չի խանգարում, մեկը մյուսին չի խանգարում, այս անգամ կշարունակեմ, կսկսեմ, հա, որպես պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այդ հնարավորություն, որտեղ օրինակ մամուլը նաև դրան էր անդրադարձել, որ դուք այդ բարեկամական խմբերը ղեկավարում եք կամ թվիչքներին գնում եք, որովհետև Ալեն Սիմոնյանի մտերիմ եք եւ դրանով է պայմանավորված։ Իմ բանը, ինչ որ բանի երեկո է էլի հին հոդվածների։ Տեսեք, ես ուրեմն միջպառլամենտական միություն IPU, այդ միջազգային կազմակերպության, որին անդամակցում է շուրջ 180 երկիր, ես այդ ուրեմն կազմակերպության պատվիրակության ղեկավարն եմ, Հայաստանից 8 պատգամավոր է, այդ թվում եղել նախկինում, հիմա չգիտեմ որքան է լինել եւ ելին ինչապ 8 պատգամավոր է պատվիրակության անդամակցում, ես այդ պատգամավորներից մեկն է։ Իդեպ 3-ը ընդդիմադիր ուրեմն պատգամավորներ են։ Դուք կհիշեք նաև 2 տարի առաջ սեպտեմբերին երիտասարդական ուրեմն համագումարներ այդ IPU-ի Հայաստանում մեծ այստեղ ուրեմն նիստը 10-րդ վեհաժողովը տեղի ունեցավ։ Ես հենց այդ երիտասարդ պարլամենտականների ուրեմն բորդի անդամ եմ ընտրված, արդեն 2 անգամ ընտրվել եմ եւ ես իմ գործունեությունը դրանով եմ շարունակում։ Այսինքն այդ 8 պատգամավորներից անդին մեկ այլ պատգամավոր չի կարող այդ աշխատանքներին մասնակցել, որովհետև պատվիրակության անդամները հստակ են, հա, Հայաստանի այդ 8-ն են։ Պարոն Սիմոնյանը որպես ազգային ժողովի նախագահ ի պաշտոնեն եղել է նաև այդ պատվիրակության ղեկավարը եւ ես
Նաև օրինակ Լևոն Քոչյանն է եկել այդ նույն բանի անդամ է եղել, այո, պատվիրակության անդամ, միասին ենք Ժնևում գործուղման եղել եւ այդ շրջանակը, որը կարող է գնալ, այդ ոչ թե կարող է, շատ դեպքերում պարտավորված է գնալ այդ գործուղումներին, ել չեմ ասում, որ այստեղ էլ է լինում եւ հյուրընկալող կողմն է լինում, էլի պարտավորից մասնակցել աշխատանքներին։ Սա է, թե չէ ես այլ ուրեմն բարեկամության խմբերից էլ իդեպ նույն Վիետնամի հետ բարեկամության խմբի նախագահն եմ, բայց օրինակ երբ որ պարոն Սիմոնյանը պատվիրակություն է ղեկավարել եւ գնացել են Վիետնամ, ես չեմ եղել այդ պատվիրակության կազմում, որքան էլ որ նախագահն եմ այդ ուրեմն բարեկամության խմբի։ Այդպես այդ շատ չափազանցված են իմ մասին լուրերը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։